ասվում է երեք էլ հաստատեց, որ ինքը գնալու է Մոսկվա եւ դա հաստատվեց, որ Ալիևը չի լինելու։ Սա ինչ քայլ է Ալիևի կողմից, խնդրեմ։ Բարդ է ասել, ես Ալիևի համար պատասխան տալը չգիտեմ ինչու, ինչ պատճառով, բայց մի բան կարող է լինի հետեւյալը, որ Թուրքիայի թելադրանքն էլ կարող է դա լինել, մեկ, երկրորդը Պակիստան, Հնդկաստան այդ պատերազմի ժամանակ նա Պակիստանի կողմնակիցն է եւ խճճվել է արդեն այդ բոլոր հարցերում ռուսական տունը այնտեղ արգելեց գործունեությունը մի շարք հակառուսական քայլեր արեց եւ այլն հավանաբար չնայած Կիրիլը պատրիարխը գնաց Բաքու որը ես գտնում եմ որ սա դատապարտելի քայլեր իհարկե երբ որ նա իշխանության հանձնեց այն անձին որի ղեկավար որպես ինքն էլ փոխնախագահ է այդ տիկինը եւ որոնք որ հայկական եկեղեցիները այո եկեղեցիները քարուքանդ են անում ես առաջին հերթին դա եմ ուզում ասեմ եւ մեր ամբողջ մշակույթն են քանդում եւ դրա հետ մեկտեղ գերիներին պահում են այդ անմարդկային պայմաններում Բաքվում եւ ընդհանրապես իրավունք չունեն նրանց պահելու այդ պահին ով է գալիս Բաքու ամենայն հայոց ներողություն հազար ներողություն ամենայն Ռուսիո ուրեմն պատրիարքը սա ինչ քաղաքական չգիտեմ նպատակներից ելնելով անգամ եթե փորձենք բացատրել դա մեզ համար անընդունելի է եւ այս պարագայում է որ ես կարծում եմ որ ընդհանրապես Ալիևը իրականում խճճվել է այն արտաքին քաղաքականության մեջ այդ պրիորիտետները ուրեմն խառնվել են իրար ինքը հիմա տեսեք քանի երկրի ծառա է Թուրքիա, Պակիստան, Իսրայել եւ հավանաբար նաեւ որոշ այլ արաբական երկրների եւ հատկապես մուսուլմանական են ծայրահեղ երկրների հետ իր հարաբերությունները զարգացնելով սա է հիմնական պատճառը մնացածը կամ նրան ինչ որ ձևով հուշել են թե ինքը այստեղ Մոսկվայում պետք է որոշակի խաղաղասեր քայլեր անի Հայաստանի նկատմամբ համաձայնություն տա ինչ որ հարցերում եւ այլն ես խիստ կասկածում եմ որ այդպեսին լինի պատճառը բայց դա էլ հնարավոր է այնպես որ նրա չգնալը ոչ օգուտ է ոչ վնաս ինչ վերաբերում է թե ինչ անելու Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մեր մեջ ասած մեր ներողություն մեր մեջ ասած ինձ մոտ այնպեսի տպավորություն է որ ինքը իսգոյ է լինելու որովհետեւ մեկուսացված է լինելու որովհետեւ այնտեղ որևէ մեկը իր հետ շփվելու որևէ ցանկություն չունի եւ պատահական չի որ ինքն էլ ասեց որ դա այն այցը չի երբ որ մենք կարող ենք ուրեմն ունենալ հանդիպումներ բայց փորձը ցույց է տալիս այսօրվա իրավիճակը այնպեսին է որ Պուտինը արդեն հանդիպում է եւ Սի Ցզինպինի հետ եւ ուրեմն Կուբայի նախագահի եւ Վենեսուելայի նախագահի եւ այլն եւ ովքեր որ կգան այնտեղ ես համոզված եմ նաեւ իհարկե Սլովակիայի նախագահի հետ վարչապետի հետ կհանդիպի եւ այլն այսինքն դու դարձել ես անիմաստ մի բալաստ որին ուղղակի հravirել են որպեսզի անունը լինի ես կարծում եմ նաեւ հետեւյալը հայ ժողովուրդը այնպեսի մասնակցություն է ունեցել մեծ հայերենական պատերազմում որ դրա միայն էս անձի պատճառով չերևար թե հայերը ինչպիսի հերոսություններ են կատարել այդ պատերազմի ժամանակ նույն կլիներ վիրավորական մեզ համար բայց այն որ նաև մեր բանակի հատկապես մի ստորաբաժանում չի մասնակցելու շքերթին դա նույնպես խայտարակություն է Դժվարանում եմ ասեմ, որովհետև դրդապատճառները մի քիչ պարզ չեն, ես էլ եմ կրկնում, նա ավելի շուտ խճճվել է այդ իր քաղաքական շահերի կամ չգիտեմ այս կամ այն հարաբերությունների մեջ, պետք է հասկանալ, ուղղակի առաջի անգամ եմ լսում, որ նա չի գնալու, եթե որոշ հաստատել է, ուրեմն կնշանակի, որ դեմարշ չի, կամ եթե դեմարշ է, ապա դա նշանակում է Ռուսաստանի քաղաքականությունը իրենց նկատմամբ փոխվել է ուրիշ ոչինչ չի կարող լինել այդպես պատճառ Ռուսաստանը պետք է վերջապես կողմնորոշվի ես կարող եմ մի բան համոզված ասեմ դա որ այս պահին Հայաստանը առաջնային ուրեմն հետաքրքրության շրջանակում է Ռուսաստանի համար այս պահին փոխվել է որոշակի վիճակ
Երկրորդ տեղում է Վրաստանը, որտեղ Վրաստանում ինչպես տեսակ արդեն լավ հասկացան թե ինչ կլինի, եթե իրենք Ռուսաստանի հետ թշնամությունը շարունակեն։ Կարծում եմ, որ ինչու՞ չէ Աբխազիայի հարցը նույնպես շատ մեծ նշանակություն ունի, իսկ Ադրբեջանը հակառակն է անում։ Ադրբեջանը այսօր հակառուսական քաղաքականությունը ավելի է հստակ ներկայացնում, քան ժամանակին Նիկոլ Փաշինյանը, եւ կարծում եմ այստեղ արդեն կողմնորոշվել են եւ այս պահին Ալիևը այլևս այդ հետաքրքրությունը չի առաջացնում, ինչպեսին ժամանակին էր։ Կա այնտեղ քաղաքական եւ տնտեսական շահ, հատկապես այն, որ մենք բոլորս գիտենք, որ ռուսական գազը եւ նավթը անցնում է հիմա Ադրբեջանի խողովակներով, եւ այդ պարագայում իհարկե նրանք այդ փաստը հաշվի են առնում, դրա համար շարունակում են նրանց հետ այսպես կոչված սիլիբիլին, բայց կգա պահը, երբ որ դա այդ ամբողջը կկարգավորվի Ուկրաինայի հետ կապված խնդիրը եւ Դոնալդ Տրամպի հետ հարաբերությունների հստակեցումից հետո բոլոր իրավիճակները կփոխվեն։